Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, վեդու դեպքերի հետ կապված արդեն գիտեք, մի երկու նոր զարգացումներ եւ նախազգուշական ուղիղ եթեր է սա, այսինքն նախազգուշացում ունեմ անելու, մտահոգություն ունեմ հայտնելու եւ փաստաբանի հայտարարություններից մի երկու դրվագ ներկայացնելու եւ վերլուծելու, սա ամենակարևորն է։ Վեդու դեպքերի հետ կապված։ Ուրեմն ընդհանուր առմամբ, որ ինչա տեղի ունեցեք գիտեք, բացահայտումը սկսել է դպրոցն է բացահայտել, դա գիտեք, կրկնակի անգամ դպրոցն է բացահայտել, դեպքը գիտեք արդեն, եւ հիմա մի նոր տվյալ, որ ստացվել է երրորդ անձի հետ կապված։ Իմ մտահոգությունն է նա, հարգելի ժողովուրդ, որ ի սկզբանե, երբ ես տեղեկացվել եմ այս թեմայից, տեղեկացվել եմ մամուլի հրապարակումից, Սյուզի Բադոյանի հրապարակումներից, այդ հրապարակումներում երկու հոգու վրա է եղել շեշտը դրված, երկու վեդեցու վրա, որոնք բռնարարք են թույլ տվել անչափահասների նկատմամբ, իսկ ավելի ճիշտ դեռահասեր դպրոցահասականների նկատմամբ, քույրերի նկատմամբ բռնարարք են թույլ տվել։ Այնուհետև, երբ որ փորփրեցի, պարզվեց, երկար չեմ աշխատել այդ ուղղությամբ, երբ որ փորփրեցի, պարզվեց, որ կա երրորդ անձը, որ այս ամեն ինչին մասնակից է եղել, ու ի սկզբանե ինձ մոտ տպավորություն էր ստացվել, որ ես երրորդ անձին խնամքով քողարկում են, մասնավորապես պետական մարմինները խնամքով քողարկում են երրորդ անձին։ Եվ հիմա ինչ որ ես ուզում եմ ներկայացնեմ այդ թեմայի մասին, որ երրորդն այստեղ ավելորդ չի, որովհետև կարծես թե շարունակվում է այդ երկու վեդեցիների հիշատակումը հիմնականում որպես գործող անձիկ, հիմնականում ասվում է, որ երեքն են, բայց երրորդ անձի ինքնությունը օրինակ այնպես չի բացահայտվում, ինչպես բացահայտված է այդ երկու վեդեցիների ինքնությունը, եւ կարծես թե միտում կա այս խնդիրը լոկալիզացնելու վեդի մասշտաբներով, թեև ես ասում եմ, կարծում եմ, որ սա վեդի մասշտաբներով այս հարցը չի լոկալիզացվում եւ այս հարցը մեկ ավելի մեծ հարցի մաս կարա լինի, որովհետեւ այսօր ինչ ասես փաստաբանը, պարզվում է այդ խնամակալ կոչվածը, որը երրորդ անձն է, որը քննչական կոմիտեի կողմից անունը նշվել էր անվան առաջին տառերով վ, ահա այդ վ-ն, որը երրորդ անձն է, պարզվում է, որ նախկինում եղել է դատված, ինչ հոդվածով ինչ եք կարծում, անչափահասի նկատմամբ սեռական հարաբերության հետ կապված 14 տարեկան աղջկա հետ, այդ բարերար կոչվածը, որը ասում եմ ես ստվերային կողմն է այս հարցի, այդ բարերար կոչվածը 14 տարեկան անձի հետ կապված հարաբերություն ունեցի եւ դրա համար դատվել է պայմանական, ինչու, որովհետեւ այնտեղ նշվել է, որ ինքը սեռական ակտ է ունեցել հետագայում ամուսնանալու մտադրությամբ։ Այդպես ներկայացվեց աղջիկների փաստաբանը։ Փաստորեն, ի սկզբանե ոստիկանությանը հայտնի է եղել, որ այդ բարերար կոչվածը անչափահասի հետ կապի մեջ լինելու համար դատված է պայմանական այն մտքով, որ իբրև թե, ես չգիտեմ իրական թե իբրև թե, արդեն այդպիսի դատվածություն է ունեցել։ Եվ երբ որ դպրոցը բացահայտել է այս դեպքը, ի սկզբանե եղել է այդ երրորդ անձի կողմից SMS-ները, սպառնալիքները, այսինքն այս ամբողջ պատմության առաջին բացահայտվող կերպարը եղել է այդ երրորդ անձը, կինոն սկսել է դրանից, հասկանում եք, հիմա դրանից հետո են նոր բացահայտվել այս երկու վեդեցիները, այսինքն սկզբում մեկն է բացահայտվել, այնուհետև ապրիլին բացահայտվել է եւս մյուսը, երկու վեդեցիները բացահայտվել են դրանից հետո, ու այս երրորդ անձը ինչ որ խոստովանական ցուցմունքներ է տվել, ու սրա հետ կապված, ելի եմ ասում, առանձնակի ոչ լրագրողների կողմից, ոչ էլ պետական մարմինների կողմից, ինչ որ այն աստիճան չի թմբկահարվում, ինչպես արդեն բացահայտված երկու վեդեցիների հարցը, որովհետև դա արդեն կարա, սա լոկալ, վեդի, կենցաղային, հարևանության միջև եղած, այսպես անառակաբարո,
ոտնձգություններից այդ հարցը կարող է դուրս գալ եւ դառնա ավելի համակարգային։ Ես այս հարցի հետ կապված ուզում եմ Հենրիկ Աբրահամյանի տպավորությունը ներկայացնեմ, ինքը վեդեցի է, երկար ժամանակ վեդիում չի ապրում, բայց ինքը այսօր իմ Facebook-յան լայվի տակ մեկնաբանություն է գրել եւ ես ուզում եմ ներկայացնեմ, որ դուք պատկերացրեք այդ երկու վեդեցիները, որոնք վեդիից են, իրանց մասին, որոնք այսպես թե այնպես այդ հանցանքի մեջ հիմնավոր կասկածյալ են, խիստ հիմնավոր, հա, իրավաբանական լեզվով ասած, այսպես թե այնպես, այդ երկուսը արդեն թեմայի մեջ են, ու ի սկզբանե, այսինքն այս մայիս ամսվա սկզբերից, երբ որ այս հարցը սկսել է Սյուզի Բադոյանի կողմից ներկայացվել, այդ երկուսը ի սկզբանե ներկայացվել են։ Այն երրորդ անձը, հեսա կանդրադառնանք դրան, սա կքննարկենք, հետո պարզվեց։ Հիմա տեսեք, ինչպես է այդ երկուսին, այդ երկու վեդեցիներին նկարագրում Հենրիկը։ Ասում է Հայկ ջան, բայց հանուն արդարության ասեմ, ճիշտ է, ես 5 տարի է վեդիում չեմ ապրում, բայց այդ երկուսին էլ ճանաչում եմ, Արթուրին էլ, Դավիթին էլ։ Տասնյակ տարիներ մեր կողի թաղից են։ Ախր այդ երկուսն էլ այնքան խեղճ հարիվներ են, հեշտ չեմ կարում պատկերացնել, որ դրանք այտենց բան անելու ունակ են։ Իհարկե ունակ են, բայց լսեք։ Դրանց ընտանիքներն էլ, գիտեմ, ուղեղից մեջ չի տեղավորվում, ընդունում եմ, որ ընտանիքս տեղ կապ չունի։ Համենայն դեպս ճիշտ կլինի դրանց անմեղության կանխավարկածը պահել։ Ես տեղ Հենրիկին ասում եմ, որ նրանց անմեղության կանխավարկածը այս քանի ամիս է ոչ գիտեինք, ոչ էլ ձեն էինք անում։ Քանի ամիս է արդեն։ Թող իրավապահները էդի պահեին, իրենց գործն անեին, այսօր բանը չհասներ դրանց, որ այդ անմեղության կանխավարկածը ոտատակ տալով այս հարցին հանրային հնչեղություն ենք տալիս, որ իրավապահ մարմիններն իրար գան։ Համենայն դեպս ճիշտ, հա, չգիտեմ ճիշտ կլինի ոստիկանությանը թողնել եւ այլ, ուստի ինչ ասում։ Ասում է կամ իրենք ավելի մեծ սխեմայի մաս են ու պիտի, հա, մի րոպե, ասում է երկուսին էլ ճանաչելով չի ասի, որ իրենք նախաձեռնող են։ Խոտ լցես դեմները չեն ուտի։ Ինչ որ մարդկանց պատվեր են կատարել երևի, երեխեքին այստեղ այնտեղ տանելով։ Ասում է, բայց հատուկ սրանց վրա քաշելով այս դեպքը, սրանց վարի կտան, կուկլավոդը կմնա աննկատ ու անպատիժ։ Սա ընդամենը կասկածները, ժողովուրդ ջան, հանրության կողմից հայտնվող։ Ես չեմ գրել։ Վեդեցի մարդ է գրել, վեդեցի տղա է գրել, ով ճանաչում է այդ մարդկանց։ Ասում եմ, ստեղ հարցականներ կան, այդ մարդկանց գլխին հնարավոր է եղել է եւս մեկը, ու այդ երրորդը, միգուցե այդ երրորդի գլխին էլ մյուսը կա, ու այդ երրորդը միգուցե այնքան մեծ կռիչ ունի, որ չեն ուզում այս ամեն ինչը բացահայտեն։ Թեև այդ երրորդը նաև բազմաթիվ պարտքեր ունի, բազմաթիվ, էլի փաստաբանը ներկայացած, այսինքն աղքատ է, նես չի որ հարուստ է, բայց բարերար է ներկայացել, գնացել, եկել է, պարտքերի տակ մարդը ինչ է անում, ինչ կրիմինալ բան ասես կանի։ Այսպես տրցակով դատական բողոքներ կար իր դեմ, այդ երրորդ անձի դեմ, այդ ՎԵ-ի դեմ, տրցակով այսպես դատական գործեր, որ դատալեքսից էր հանել փաստաբանը, որով սա փողերի տարբեր տեղեր պարտքեր ունի։ Ինչ անում այդ տեսակ պարտքերի տակ խրված մարդը։ Ինչ ավանտյուրա ասես անում է։ Ում է նա ճանաչում, ով է դրան կրիշավացանը, որտեվ ի սկզբանե այս գործը ընթացք չի ստացել, արդեն դա իմ կասկածներն է, դրա խաթր։ Եթե ի սկզբանե բացահայտվեին Դավիթը կամ Արթուրը, ըստ երևույթին այս գործին վաղուց ընթացք էին տվել եւ հարցը փակվել գնացել էր։ Ըստ երևույթին, քանի որ ի սկզբանե այդ երրորդ ՎԵ-ի երրորդ դեմքի անունն է ամենաառաջինը հնչե, նրա SMS-ներն են եղել սպառնալից։ Ըստ էության դրանից էլ էս գործը կանգ առե։ Դրանից էլ էս ամեն ինչը տարել են փակողի։ Եթե դուք ավելի հոդաբաշխ իրավապահներին են դիմում, եթե դուք ավելի հոդաբաշխ բացատրություն ներկայացնեք, թե այս գործը խի եք սենց պրավալ տվել, խի եք տարել այդ երեխեքին
դատական բժշկի մոտ, խի են տղամարդ քննիչները իրանց հարցաքննել, խի են առերեսում արել առանց փաստաբանի, այդ առաջի փետրվարի դեպքերը, առանց փաստաբանի, առանց adekvat գիտակից սթափ ներկայացուցչի, ինչի են այդ ամեն ինչը արել, ինչի հեռախոսները չեն վերցրել, որտեվ ի սկզբանե հեռախոսներից է բացահայտումը սկսել, բայց արի ուտես, որ հեռախոսները չեն վերցրել, այդ ՎԵ-ի հեռախոսը չեն վերցրել, այդ հեռախոսում եղած SMS-ները չեն ստուգել, նրա զանգերը չեն ստուգել, նրա կապերը չեն ստուգել, նամանավանդ, որ այդ մարդը արդեն մի անգամ անչափահասի հետ կապված նման դեպքով, նման, ոչ այդ ճիշտ այդպիսին, այլ նման դեպքով արդեն դատվածություն ունի, ու այս ամեն ինչը ի սկզբանե արգելակվել է, այս երրորդ անձի հետ կապված, հիմա ես ինչ եմ, այս ուղիղ եթերս ինչի մասին է, կարայի առավոտ անեի, թեև ինձ առավոտվա ժամերին անհարմար է, բայց սա նրա մասին է, որ այդ երրորդ անձը կարա թռնի, այսինքն միջև կգնան կգան, այս կողմ են կողմ կանեն, ուշադրությունը սևեռելով այդ երկու վեդեցիների վրա, այդ երրորդ անձը կարա հանգիստ թռնի գնա, որովհետև ոչ ոք մեղադրյալի կարգավիճակ չունի, այս գործում դեռ ոչ ոք մեղադրյալի կարգավիճակ չունի, դեռ վկաներ են, վաղը կարող արդեն մեղադրյալ լինի ու ըստ իմ կանխատեսումների դա լինելու են վեդեցիները, այդ մեղադրյալի կարգավիճակով լինելու են վեդեցիները, իսկ այն երրորդ անձին, եթե այսօր, այս գիշեր հարցեր չլուծվեց, վաղը առավոտը կարողանա արդեն կամ Բավրայով, կամ չգիտեմ, Սադախլույով, Բագրատաշենով, կամ Զվարթնոց ութանավականով, կամ էլ չգիտեմ որտեղով արդեն սահմանը հատած լինի, ոչ խափանման միջոց կա, ոչ հատուկ սահմանափակումների տակ է դրած, ոչ մի բան, ու եթե չեղավ հանրային ճնշում, իսկ այսօր ինչի վրա է հանրային ճնշումը այն երկու վեդեցիներին կիզակետում պահելու, ուշադրության կետում պահելու վրա է, այսօր նույնիսկ բանը հասել է նրան, մի երկու տեղից ինձ մեղադրում են, այդ թվում լրագրող, ասում են Հայկը քիչ շուտ բացահայտել, Հայկը վեդեցի է, Հայկը այս ամեն ինչը քիչ շուտ չի բացել, Հայկի ընտանիքը վեդիում է, Հայկի հարազատները դպրոցում են աշխատում, Հայկը քիչ շուտ բացահայտել, իրանք լրագրող, վեդիում երևի այնքան լրագրող կա, վեդեցի այնքան լրագրող կա, ինչքան վեդեցի բժիշկ, իրանք լրագրողներով այս երկու ամիսա չեն բացահայտել, որ իրանք գործն է, էլի հանրային հնչեղություն տալը, լուրեր գտնելը, առավոտի ծիրիկուն ընդդիմություն իշխանություն են տրռցնում, Մանասյան Հայկը, որ բժշկություն անում առավոտի ծիրիկուն, վեդիում այնքան որ քնում է, առավոտի ծիրիկուն բժշկություն, քաղաքականություն, կուսակցություն հիմնել, քարոզարշավ եւ այլ, ասեն Մանասյան Հայկը քիչ բացահայտել, ովքեր այտենց կարծիք ունեն, ասեն Մանասյան Հայկը 12 ժամ է այս հարցով զբաղվել, ու այդ երրորդ դեմքին Մանասյան Հայկն է բացահայտել հանրային դաշտում, եթե ուզում եք իմանաք, այդ երրորդին ումից սկսել է այս պատմությունը, Մանասյան Հայկն է բացահայտել, թե դուք ընդ ինչ գիտեիք, լռում էիք, ինչ չգիտեիք, ես էլ չգիտեմ, բայց այդ երրորդին քննչական կոմիտեն էլ խոստովանել, երբ որ Մանասյան Հայկը սպառնացել է իշխանություններին, որ կբացահայտի նրա անունը, այ երբ որ սպառնացել եմ, քննչական կոմիտեն նոր ասել է, ՎԵ-ն, երրորդ հոգին, այս ամեն ինչի մեջ, որի վրա բողոք է եղել, Ես ինչի համար եմ ասում, վաղը կարա ավելի տենց լուրջ բաներ խոսան, որովհետև այս երրորդ մեկին, չգիտեմ, միամիտ, դիտավորյալ, հատուկ, թե այդպես ստացվում է, միգուցե իմ ասածը դավադրապաշտություն է, միգուցե, այդ երրորդ մեկին ինչ-որ մի հետաքրքիր պակրավիծելստվո եմ զգում, հովանավորչություն եմ դրա նկատմամբ զգում, ու կարծում եմ դրա տակ է, այս ամբողջ գործի, կամ այս գործից բխող այլ գործերի ահագին մեծ բացահայտումը, որը կամ կանեն կամ չէ, այդ երրորդի տակ է, ու դա ըստերութին երիտասարդ է, պարտքերի տակ թաղված, անցյալում դրա համար դատված, հարգելիներս,
Էլի դիմեն պատկան մարմիններին։ Լույսը որ բացվեց, հանգարց չգաք հայտարարեք, որ հետախուզման մեջ է, փախել է, գնացել է, երկրում չի։ Հանգարց չգաք տենց բան հայտարարեք։ Նախապես ասում եմ, այս վիդեոն հիմա դոկումենտ լինում է որպես քաղաքացու կողմից նախապես զգուշացում։ Այնպես չլինի լույսը բացվի կամ վաղը չէ մյուս օր պապկաները ձեռների տակ, չգիտեմ ոստիկանը կլինի, քննչականը կլինի, դատախազը կլինի, որը կլինի, պապկաները ձեռների տակ գաք ասեք այդ երրորդ հոգին թռավ, չհասցրեցինք։ Այտենց բան հանգած չլինի։ Տեսեք նախապես զգուշացնում եմ։ Եթե եղավ, ուրեմն ձեր հատուկ հովանավորության տակ է։ Իդեպ այսօր մարզպետարանի Արարատի մարզպետարանի կրթության վարչության հետ կապված ինձ լուր հայտնեցին, ազատության եթերով ես լսեցի, որ վարչության պետը Մարտուն Մանուկյան կարծեմ, չգիտեմ ինչ է, Մարտուն էր անունը, վարչության պետը, մարզպետարանի կրթության վարչության պետը այդ։ Ուրեմն ասում էր, որ նա իր հերթին առանձին է ոստիկանությանը դիմել, երբ որ դպրոցից ուսուցիչները տեղյակ են պահել, նա իր հերթին առանձին է դիմել, եւ այսօր ինձ ասեցին, որ այո, նա համ դիմել է, համ էլ հետևողական է եղել այդ հարցում։ Այսինքն այն, որ մարզպետարանը վերջին օրերին հերքում էր հրապարակել ժամանակով, դրա մեջ վարչությունը կապ չունի, կրթության վարչությունը, որտեղ կրթություն վարչությունը առանձին պատշաճ կերպով այս հարցի սկզբանե ընթացք է տվել։ Դա էլ այսօր ճշտեցինք։ Դա էլ տենց ժողովուրդ ջան։ Խոստացել է, որ առաջին իսկ Google եթերի դեպքում դրա մասին կհայտնեմ։ Այս հարցին կհետևեմ, ուշադրություն կդարձնեմ, բայց ոչ թե ուղղակի փաստերը, այդ թվում ահասարսուր փաստերը ներկայացնելու գծով, դա փառք Աստծո արդեն ներկայացնում են թե փաստաբանները, թե լրագրողները, բայց կփորձեմ այստեղ հնարավորին խութեր, որոնք կարող են այս ճանապարհին մեր լիարժեք հասկանալու հետ կապված խութեր լինել, կփորձեմ այդ խութերը բացահայտել, հասկանալ եւ մեկնաբանել։ Այս պահի դրությամբ այդ երրորդ հոգու, որը ելի եմ ասում, այն աստիճան ուշադրության չի արժանանում, այն աստիճան չի հնչեցվում դրա գործոնը, ոնց որ այն երկու վեդեցիներին։ Այդ երրորդ հոգու հնարավոր փախուստը կանխելու համար հայտարարություն եմ անում։ Տեսեք, վաղը հարգելի իրավապահներ չգաք ու չասեք ուշացել ենք։ Ձեզ այս գլխից արդեն զգուշացնում եմ։ Ու այս նյութը 100% միլպետից սկսած քնչականի պետերով, դատախազով սաղատել նայում եք։ Բարևներս ձեզ։ Էսի սաղատել նայում եք, դա գիտենք։ Որտեղից գիտենք, դա առանձին պատմություն է։ Էական չի։ Այսքանը ժողովուրդ ջան։ Եթե ինչ որ հարցեր բան կան, Տոնոյան Անդրանիկը ասում է սուտ բաներ մի տարածի։ Տոնոյան ջան, ի՞նչն է սուտ, այ ախպեր։ Ի՞նչն է սուտ։ Չգիտեմ, ախպեր, էսի ժողովուրդը պրոբլեմ կա։ Հələ մին Ժողովուրդ ոստիկանների արարքները ես բացատրում եմ այդ առաջին բացահայտման, այսինքն երրորդ անձի ֆակտորով։ Եթե դա միայն վեդեցիները լինեին, դրանց հարցերը վաղուց էին լուծել։ Այդ երրորդ անձի հետ կապված է, չգիտեմ ով է, չգիտեմ ում տասովշիկն է, չգիտեմ ում համար նա գործ կպցնում, չգիտեմ նա ում համար է որտեղ ինչ մանգալի, բայց նրա տակ բան կա։ Եվ ահա թե ինչու նրա տակ եղած խնդիրները, որպեսզի չբացահայտվեն եւ այլ լրացուցիչ ուրիշ գործեր չբացահայտվեն, սա թաքուն է պահվում։ Թերևս այսքանը, ժողովուրդ ջան։ Բարի գիշեր ձեզ, շնորհակալություն հետևելու համար, շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս հարցին միացան, այս պահանջին միացան եւ այս հարցը բարձրաձայնում են, տարածում են։ Շատ շնորհակալություն ձեզ, ժողովուրդ ջան։ Շատ շնորհակալություն ձեզ։